Հովսեփյան, եթե չընտրվեք այս քվեարկության նորից առաջադրի ձեր ստանդարտությունները Եթե չընտրվեմ, իսկ ես մեծ հույս ունեմ, որ չեմ ընտրվի, որ ես հույս ունեմ, որ չեմ ընտրվի, որովհետև փաստացի ես նշեցի, որ ես ունեմ այս հանձնաժողովի հետ կապված իմ մեր ֆրակցիայի որոշակի մոտեցումները, որ պետք է անկեղծ լինենք մեր ժողովրդի հետ, պետք է աշխատենք հենց մեր ժողովրդի առօրյա կյանքում որակական փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, կարծես թե այդ օրը պատգամավորների հատկապես, ոչ թե հատկապես մասնավորապես քաղաքացիական պայմանագրի պատգամավորները այդպես չէին կարծում, եւ եթե նրանք այդպես չեն կարծում, հետեւաբար կա արդեն իսկ որոշակի տարբերություն մոտեցումների։ Իմ կյանքում ոչինչ չի փոխվելու, մենք եկել ենք ազգային ժողով աշխատելու, անկախ նրանից, որ հանձնաժողովում լինի, այդ հանձնաժողովում ինչ կարգավիճակում լինի, շարունակելու ենք ինտենսիվ աշխատանքները, թե այլ թեկնածու, պատասխանում հարցը դա է, այլ թեկնածու կլինի, կառաջադրվի, թե ոչ, ֆրակցիան կորոշի ու բան կանենք, կհասկանանք։ Ինչպես? Իշխանությունը կարող է մի մեթոդ կիրառել, օրինակ չընտրի փոխնախագահը կառավարի, դուք ինչ կանեք։ Տեղյակ եմ, այդ դեպքում ամեն դեպքում մենք, ինչպես ասեցի, մեր աշխատանքները որպես հանձնաժողովի անդամ, սովորական անդամ շարունակելու ենք այնպես Տիկին Հովսեփյան, մեկ բան ճշտում ես հավատում եմ։ Տիկին Հովսեփյան, ձեր դիմում գրելու հետ կապված երեք ասեցի 23 թվականին ունեք դիմումը գրել, ճիշտ է, չէ՞ հիշում։ Շատ պարզ գնանք, նոյեմբերի 9-ից հետո 20 թվականի հաջորդ օրը ես արտաքին գործերի նախարարությունում իմ դիմումը գրել եմ աշխատանքից ազատման։ Ինձ նման նաև գրել են էլի մարդիկ իրականում արդարության համար պետք է ասել արտաքին գործերի նախարարությունում։ Այո, շնորհակալ եմ հարցի համար։ Պետք է հստակությունը մտցնել, որպեսզի մարդկանց մոտ հանկարծ թյուրընկալումներ չլինեն։ Ես գրել եմ նոյեմբերի 10-ին իմ դիմումը եւ ինչպես նշել եմ իմ խոսքում, եթե արտաքին գործերի նախարարությունում դեռևս կան արդար ազնիվ մարդիկ, նրանք կհաստատեն դա, բայց որոշում ենք կայացրել, նաեւ ինձ նման նաեւ այլ մարդիկ են եղել, որ քանի որ այդ ժամանակը հիշեք, որ երկիրը այսպես անցումային մի փուլում է եղել, պատերազմի այդ շոկից հետո, որոշեցինք սպասել ընտրություններին։ Բայց ես դիմումս գրել եւ իջել եմ փողոց, ինձ մոտ նախապայման է եղել, որ եթե չեք ընդունում իմ դիմումը, այնուամենայնիվ ես իմ անհամաձայնությունը հայտնում եմ վարվող քաղաքականության հետ, ես իջնելու եմ փողոց, ուզում եք ինձ աշխատանքից հանեք։ Բայց շարունակում էլի ներողություն եմ խնդրում, շարունակեմ ձեր բոլոր հարցերին անպայման պատասխանելու եմ ու իջել եմ փողոց։ Դրանից հետո ընտրություններից հետո այնպես էր ստացվել, որ իմ սրտի տակ բալիկ կար ու ես գնացի երեխայի խնամքի արձակուրդ։ Ես հիշում եմ հուլիս-օգոստոս, նշեցին, որ սեպտեմբեր էր։ Կարող է նաև այդ մի ամսվա տարբերություն սխալ եմ ասել, ներողություն եմ խնդրում, չէի հիշում։ Եվ ես երեխայի խնամքի արձակուրդում եմ 21 թվականից մինչև 23 թվականը, երբ որ ես կարող էի շարունակել մնալ երեխայի խնամքի արձակուրդում, ես որոշեցի այնուամենայնիվ այդ ժամանակ դիմումս գրել եւ դուրս գալ արդեն ամբողջովին համակարգից։ Ես չէ 23 թվականին իմ դիմումի համաձայն 23 թվականի դիմումի համաձայն ես գրել եմ ու աշխատանքից ազատվել եմ։ Լսում եմ ձեր հարցերին։ Դուք ասում եք, որ հուսով եք, որ չեք ընտրվի։ Եթե չէիք ուզում այդ հանձնաժողովը ղեկավարել, խմբակցությունում եղել է այդպիսի քննարկում, ինչու հենց ձեր թեկնածությունը առաջադրվեց։ Այդ օրը ոչ, ես մեծ ցանկություն ունեի այդ աշխատանքի պարտավորությունները ստանձնելու, բայց հենց այդ օրը երեք որոշականատես եղանք, որ այնուամենայնիվ հարցադրումների մեծ մասը չէր վերաբերում եվրոինտեգրմանը, այլ վերաբերում էին այլ հարցերի քննարկումից հետո։ Իհարկե, երեկվա քննարկումից հետո, իհարկե, որովհետև եթե չուզենայի, չէի էլ առաջադրվի անդրամաբանական կլիներ, ես պետք է ճիշտ մտցնեի իմ խոսույթը, որ երեկվա քննարկումներից հետո ես ինձ մոտ այդ ցանկությունը առաջացավ, որ այնուամենայնիվ, բայց եթե հանկարծ
ընտրությունների արդյունքում ընտրվեմ, թեկուզ այդպես չեմ էլ կարծում օբյեկտիվորեն, ես ամբողջովին լծվելու եմ այդ աշխատանքին իմ ամբողջ ներուժով եւ ավելի զարգացնելու։ Իսկ ինչպես ճշտող հարց, ինչպես իշխանությունն է պատկերացնում կառավարության որպես ծրագրի այդ շրջանակներում, հա, այդ գծի մեջ, թե ինչպես դուք եք պատկերացնում, որը չպիտի լինի գծի շարունակություն։ Նայեք, մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, համաձայնագրեր, հանդիպումներ, որ տեղի են ունենում մեր եվրոպական գործընկերների հետ, բայց երբ որ մենք տեսնում ենք, որ այսօր մեր գյուղացին չի կարողանում իր ապրանքը արտահանել դեպի Եվրոպա, երբ տեսնում ենք, որ բողոքի ցույցեր են տեղի ունենում, չէ, տեսնում ենք նրանք ճանապարհ են փակում, հաստատի հասկանում ենք, որ դեկլարատիվ բնույթի են այդ հարաբերությունները։ Իսկ մենք կողմնակից ենք բովանդակային, այսինքն ունենալ առնվազն այն, ինչ որ մենք ունենք այսօրվա երևապայմանագրային բազայից ելնելով, այդ ամենը իրականացնենք, հասկանանք ինչքանով ենք բավարարում այդ ստանդարտներին, այդ ստանդարտները եվրոպական ինչքան ենք բերում եւ տեղայնացնում մեր մարդկանց առօրյա կյանքում փոփոխություն բերում։ Եթե դա կարողանում ենք անել, հենց դա է մեր հիմնական նպատակը, բայց մինչ օրս մենք դա չենք տեսել եւ ինչպես հասկացա երեկվա մեր քննարկումներից քաղաքացիական պայմանագրի որդեգրած մոտեցումը այլ է։ Տիկին Հովսեփյան, բայց դուք ձեր բացման խոսքում նշեցիք, որ հույս ունեք չեք ընտրվելու, այդ ձևակերպումը փոքրինչ ձեզ համար հույս է փայփայում, որ դուք ավելի լավ է չընտրվեք, եթե ձեր, բայց նոր էլ նշեցիք, որ եթե ցանկություն չունենայիք չեք առաջադրվի, այդ դեպքում օրինակ ավելի լավ չէր թողնել իշխանությանը իրենք էլ ընտրեին գնային ավելի լավ ձևով։ Ես նշեցի իմ պատասխանը, որ երեկվա օրվանից հետո տրված հարցադրումներից հետո ես հասկացա, որ այնուամենայնիվ ինձ համար այդ հարցադրումները ուղղություն դուք եք ականատես եք եղել, հա, այսինքն բան չէ։ Ձեր դեմ են մնացած բոլորին։ Ես չգիտեմ մնացած բոլորին ինչպես է նրա տրամադրվածություն եւ այլն, բայց կոնկրետ երեկվա օրվա քննարկումներից հետո, հարցադրումներից հետո, նիստից հետո այն ինչ որ տեղի ունեցել, պարզ օրինակ, որ ես ուղղակի սայթաքում է եղել, որ ասեցի հիբրիդային պատերազմի հետ կապված, չէ՞, հետո իրականում ի պատիվ նաեւ քաղաքացիական պայմանագրի հարցադրումը տրվող падգամավորը ինքը իհարկե հասկացա, որ իմ ամբողջ տեքստը դրանից հետո բխում է նրանից, որ մենք դեմ ենք դրան, այն շահարկումը, որ տեղի ունեցավ ակնհայտ էր, որ նրանք փորձելու են այդ բոլոր մանիպուլյացիաները իրականացնել արդեն անձամբ։ Դրա համար ես իմ անձնական զգացմունքներից ելնելով երեկվա օրվանից հետո, նորից նշեցի ես հարցին պատասխանեցի, երեկվա օրվանից հետո մտածում եմ, որ ամենայնիվ չեմ ընտրվելու երևի, ինչի պատճառով որևէ կյանքում փոփոխություն չի լինելու եւ հույս ունեմ, որ չի։ Տիկին Հովսեփյան, դուք քաղաքական գործիչ եք այլևս եւ այդ փոքր հիասթափությունից հետո տենց որոշել, որ լավ կլինի, որ ձեզ չընտրեն հանձնաժողովի նախագահ, չեք կարծում, որ արդեն քաղաքական գործ չի եւ Չէ, տեսեք, ընդհակառակ ես նշեցի, որ ամբողջությամբ լծվելու եմ աշխատանքին, որ հանձնաժողովում է լինեմ, ամբողջությամբ մենք ֆրակցիայով եկել ենք ազգային ժողով աշխատելու անկախ կարգավիճակից, անկախ հանձնաժողովից, այնպես որ որևէ հիասթափություն չկա, բացարձակապես։ Որ ասեմ քաղաքականությունից դուրս գալու ցանկություն ունեք երեկվա քննարկումներից հետո միայն հանձնաժողովի Իհարկե ոչ։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Ես պարզապես հայտնեցի, որ երեկվա օրվանից հետո այդ ցանկությունը ինձ մոտ առաջացավ իսկապես։ ասացիք, որ ձեր լեզվական սայթում այո, որ հետևում է ազգային ժողովի նիստին, Տիկին Ղազարյանի հետո որևէ իշխանական պատգամավոր չի շահարկել, շահարկում գուցե սոցիալական հարցակերպը եղել է։ Ես դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք, որ հարցի ավարտեմ, հա, շահարկումները եղան բոլոր դաշտերից, ես անգամ լավ երեկվեր հիշեցի, որ անգամ հիբրիդային պատերազմի մասով ունեի գրառում արված դերևս փետրվարի 3-ին, որտեղ որ հստակ դիրքավորումը հայտնում էի, այնպես որ բոլոր դեպքերում այդ փոքր ինչ որ
դրվագային, հա, այսպես ասենք, դրվագային հատվածները պարզ օրինակ էին մոտեցումների տարբերության։ Ես ուզում եմ հասկանալ, հանրության մոտ գուցե տարընկալում եղավ, այսինքն չտեսան ձեր երկխոսության Տիկին Ղազարյանի հետ այն հատվածը, որ դուք ասում եք սա այդ հակում է, հաջորդող միտքը Ղազարյանի մասին, բայց դուք շահարկում ասվածը տարածում եք խորհրդանի վրա, որն էլ պետք է ընդդիմել։ Ես մի հատ դրվագային պահը ասացի եւ ասացի, որ դա շահարկվել է, կարող եք նշել տարբեր, որ դաշտերի կողմից է շահարկվել, ինքներդ կարող եք տեսնել, ինքներդ կարող եք մոնիտորինգ անել ու հասկանալ։ Նախագծներից մեկը գրառում էր արել, իդեպ ես այդ գրառման ներքո կոմենտ եմ գրել եւ ասել եմ, որ դուք լեզվական Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Տիկին Հովսեփյան մի հարց է։ Ձեր երեկվա հարցի պատասխանից քննարկումից այդպես էլ հստակ չդարձավ։ Իդեպ դուք ով եք Եվրոպական միության անդամակցությանը Հայաստանի դադարեցնելով անդամակցությունը ԵԱՏՄ-ի։ Տեսեք, ես նորից կարող եմ ավելի Եվրոպական ինտեգրման կողմնակից կա 3 հարթություն։ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացում, եվրոպական ինտեգրացիա, ինտեգրում եւ եվրոպական միության անդամակցություն։ Այսօրվա դրությամբ չկա հենց գործադիր ղեկավարի խոսքով չկա եվրոպական միության անդամակցության այլընտրանք։ Այսինքն նրանք են հայտարարում, որ նման օրակարգ չկա։ Իսկ մենք կողմ ենք Կառավարության ծրագրում գրել են Շանհայի կազմակերպությանը են միանալու, ձգտելու են միանալ, բայց Եվրամիությանը միանալու հետ կապված հստակ չկա, ինչպես Շանհայի դեպքում։ Շատ ճիշտ նկատառում է։ Նրանք անգամ իրենց նախընտրական ծրագրի մեջ, երբ որ կարող է ինչ-որ ավելի քիչ պարտավորեցնող լինի, անգամ այնտեղ նշում են, որ Եվրոպական միության անդամակցության այսօրվա դրությամբ օրակարգ չկա եւ մենք կարծում ենք, որ անկեղծ չէ նման թեմաներ քննարկելը եւ շահարկելը ժողովրդին մոլորության մեջ դնելը։ Պետք է խոսել այն ամենից, ինչ որ կա, այն պայմանագրերից, որոնք առկա են, որոնք կարող են իմպլեմենտացիայի ենթարկել մեր Հայաստանի ներքաղաքական կյանքում։ ինտեգրման հարցերի նստակցության հանձնաժողովի նախագահի տեխնացու է։ Կողմ եք, որ Հայաստանը անդամակցի Եվրոպական միությանը դադարեցնելով անդամակցություն։ Շատ կոնկրետ ձեր հարցի պատասխան։ Տվեք ինձ համապատասխան վերլուծությունները, տնտեսական, իրավական, անվտանգային։ Մենք այդ ամենը, դա մեկ հանձնաժողովի որոշելիք չէ, թույլ տվեք այստեղ ձեզ հետ չհամաձայնել։ Դա մեկ հանձնաժողովի որոշելիք չէ, դա մեկ կառույցի որոշելիք չէ, դա պետական մակարդակի որոշում է, քաղաքական որոշում է, որը որ պետք է իրականացվի։ Տվեք ինձ համապատասխան վերլուծությունները, եթե դա բխում է Հայաստանի շահերից, ապա մենք չենք կարող դեմ լինել նման օրակարգին։ Տվեք ինձ այդ վերլուծությունները, տվեք ինձ համապատասխան կառույցների կարծիքները, որոշումները, եւ մենք կսկսենք մտածել այդ հարցերի Դուք անձնապես ներողություն կներեք, դուք որպես անձնապես Հայաստանի անպետյան քաղաքացի, ուզում եք Եվրամիությանը միանալ, թե ոչ, օրինակ եթե հանրաքվե լինի, այո, եք քվեարկել, ճիշտ է, դա գաղտնի բան է, բայց նաև հաշվի առնելով, որ դուք քաղաքական գործից չեք ձեր դիրքորոշումներ։ Իմ անհատական կարծիքը համընկնում է Հայաստանի Հանրապետության շահերից բխող կարծիքին։ Եթե մենք ունենանք այնպիսի արդյունք, այնպիսի վերլուծություն, այնպիսի որոշում դրանից բխող, որը որ համապատասխանում է Հայաստանի շահերին, եթե վաղը լինի, տասնամյակներ հետո լինի, որտեղ առնվազն, եթե այս իշխանությունները իսկապես ուզում էին գնալ դեպի Եվրոպական միություն, առնվազն դիմում կներկայացնեն, մինչ օրս անգամ դիմում չեն ներկայացնել Եվրամիության անդամակցության։ Եթե լինի այդպիսի վերլուծություն, որը որ կբխի Հայաստանի շահերից, այո, ես կողմ կլինեմ։ Կներեք, եւ մի այսպիսի հարց, մենք Հայաստանի վարչապետից լսում ենք, որ Մոսկվայից կա պահանջ հայ-ռուսական էքսկլյուզիվ հարաբերություններ ունենալու, այն է, որ հիմնական գործառույթները, առևտուր, տնտեսություն եւ այլն լինի Ռուսաստանի հետ, ըստ Նիկոլ Փաշինյանի այդատյան։ Եթե օրինակ դուք համագործակցեք որպես պատգամավոր ռուսական կողմի հետ, նման ձևակերպված հարցի կամ կարծիքի դեպքում ձեր հակադարձությունը ո՞րն է լինելու։ Տեսեք, ես մի քիչ լավ չեմ հասկանում էքսկլյուզիվ բառը արտաքին քաղաքականության մեջ, ներքին քաղաքականության մեջ, այդ էքսկլյուզիվությունը կարծես ավելի պոպուլիստական ինչ-որ որակում է։ Այն, որ այսօրվա դրությամբ այս իշխանությունների օրոք տնտեսապես մեր կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի մեծացել է,
դրա մասին խոսում են թվերը։ Մենք կողմ ենք տնտեսական դիվերսիֆիկացիային, հենց այն պարզ փաստը, հենց եվրոինտեգրման մասին խոսելիս։ Մենք կողմ ենք, որպեսզի մեր տնտեսությունը դիվերսիֆիկացիայի ենթարկվի, որպեսզի մեր կախվածությունը մեկ կենտրոնից ինչքան շատ մենք փոքր երկիր ենք, մենք հնարավորություն չունենք ուղղի մեծ ռիսկերի ենք գնել, որ մեր կախվածությունը մի կենտրոնից շատ է լինում, որովհետև այդ մի կենտրոնի կոպիտ ասած գլխի եկածը գալիս է փոխանցվում է մեզ վրա։ Հետևաբար տնտեսական դիվերսիֆիկացիան հատկապես եվրոինտեգրման համատեքստում մենք միանշանակ կողմ ենք։ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել, տնտեսությունը դիվերսիֆիկացնել, բայց ԵԱՏՄ երկրներից ոմանց լիդերները ասում են շատ ուղիղ, որ դուք երկու աթոռի միաժամանակ նստել չեք կարող։ Հարգելի ես կողմնորոշվեք ԵԱՏՄ Մի քիչ կամաց, հա։ Տեսեք, հենց դա է արդեն գալիս դիվանագիտությունը, բանակցային արվեստը, երբ որ դու լինում ես կանխատեսելի, վստահելի գործընկեր, դու կարողանում ես համապատասխան գործիքակազմով քո գործընկերոջ հետ բացատրել, հասկացնել քո շահերը որոնք են։ Եթե չի հաջողվում դիվերսիֆիկացիայի ենթարկել տնտեսությունը, ապա դա չի կարող լինել միայն մի կողմի թերացում։ Հետևաբար պետք է ընդհանրապես իրագործել բանակցային հմտությունները։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։